Վաշինգտոնում հրեական թանգարանի մոտ սպանվել է Իսրայելի դեսպանատան 2 աշխատակից։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարության ղեկավար Քրիստի Նոյեմը։ Իսրայելի դեսպանատան 2 աշխատակիցները զուր տեղը սպանվել են Վաշինգտոնի հրեական թանգարանում։ Մենք ակտիվ հետաքննություն ենք անցկացնում եւ աշխատում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ, ասել է նախարարը։ Նոյեմն ընդգծել է, որ հարձակվողը չի խուսափի կատարվածի համար պատասխանատվությունից։ Ամերիկացի սենատոր Ռոն Ջոնսոնը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի առողջական վիճակի վերաբերյալ, ում մոտ վերջերս քաղցկեղ են ախտորոշել։ Նա մտադիր է պարզել, ով կարող էր իրականում ղեկավարել երկիրը քաղաքական գործի նախագահական պաշտոնավարման ընթացքում, գրում է Axios-ը։ Մենք պետք է պարզենք, ով է ղեկավարել կառավարությունը, նշել է Հանրապետականը։ Նա պատմել է, որ շուտով կսկսի նամակներ ուղարկել մի քանի տասնյակ մարդկանց, ովքեր ուղիղ կապ են ունեցել Բայդենի հետ 2021-2024 թվականներին։ Մեծ Բրիտանիան եւ նրա դաշնակիցները, մասնավորապես ԱՄՆ-ն նախազգուշացրել են այն մասին, որ Ռուսաստանը կարող է հովանավորել կիբերարշավներ, որոնք ուղղված կլինեն Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերող կազմակերպություններին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Կիբերանվտանգության բրիտանական ազգային կենտրոնում Մոսկվային կասկածում են Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերած ընկերությունների վրա կիբերհարձակումներ նախապատրաստելու մեջ։ Ռուսական ռազմական հետախուզության այս վնասակար արշավը լուրջ սպառնալիք է թիրախային կազմակերպությունների համար, ընդգծել է կենտրոնի գործողությունների գծով տնօրեն Փոլ Չիչեստերը։ Գերմանիան կավելացնի Լիտվայում տանկային բրիգադի թիվը Ռուսաստանին զսպելու համար, այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Գերմանիան մտադիր է բրիգադի կազմավորումն ավարտել մինչև 2027 թվականի վերջ, իսկ անձնակազմը համալրել մինչև 5000 մարտիկով։ Սա կլինի երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր երկրի առաջին անընդհատ տեղակայված տանկային բրիգադը, նշում է գործակալությունը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ 2025 թվականի հունիսին Վատիկանում։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին։ Նշվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։